Փամբակի վարար ջրերում 2 օր է փնտրում են անչափահաս քույրերին։ Նախորդ օրը Վանաձորից լուրը կայծակի արագությամբ տարածվեց, անչափահասներ են անհետ կորել։ Տեղաբնակները պատմում են, որ 7-ամյա Նարէ և 13-ամյա Նարինե Մարտիրոսյաններն ամառային արձակուրդների ընթացքում առանց մոր ուղեկցության առաջին անգամ են երեկ գնացել օրրան խնամքի կենտրոն։ Մինչև այդ երեխաներին ամեն օր մայրն է ուղեկցել։ Երեկ դեպքի օրը նա սկսել էր նոր աշխատանք և չի կարողացել ուղեկցել դուստրերին։ Այդ պատճառով քույրերը տնից դուրս են եկել ինքնուրույն, փորձելով ժամանակին հասնել կենտրոն։ Դեպքը տեղի է ունեցել կեսօրից հետո ժամը մոտ 13:30-ի սահմաններում։ Քույրերը շտապել են, քանի որ սովորաբար կենտրոն են հաճախել ժամը 14:00-ից մինչև 16:00։ Ճանապարհն անցնելիս նրանք, թերևս չուշանալու ձգտումով, որոշել են կրճատել ուղին և կտրել Փամբակ գետի վրայով անցնող խողովակի վրայով։ Տեղացիների խոսքով հենց այս հատվածում փոքր քույրը 7-ամյա Նարեն հավանաբար կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետը։ Մեծ քույրը 13-ամյա Նարինեն փորձել է նրան փրկել, սակայն ինքն էլ է հայտնվել վարար ջրերի հոսքում։ Այս դեպքը առաջի դեպքը չի, էլի են երեխաներ ընկել, հղիկին էլ անգել խեղդվել, մեծքին էլ անգել, երեխաներ են ընկել խեղդվել, մարդիկ են ընկել, դիակ է ալավերդ է քշել, ալավերդուց են քթել, այնպես որ այս տրուբ են մի մեծ մահաբեր թակարդես թաղամասի բնակիչների համար։ Խնդրում եմ Վանաձորի քաղաքապետարանին կազմակերպեք, մենք էլ կգանք, անվճար, բարեգործական կօգնենք։ Ես արհեստավոր տղա, սվար կա, եղած, բալգար կա, բերեմ, գամ, մի կռան բերեք, այս տրուբ են օգնենք, հանենք գետից։ Դեպքի մասին տեղեկատվության տարածումից հետո տարածք են ժամանել փրկարարները և ոստիկանությունը, հարևանների ստացված ահազանգի հիման վրա։ Տարածքում անմիջապես սկսվել են Նարեի և Նարինեի որոնողական լայնածավալ աշխատանքները, ներգրավելով նաև տեղաբնակներին։ Գետը բավականին վարար է այս օրերին, և փրկարար ծառայության ու ոստիկանության ծառայողները կամավորների հետ դժվարությամբ այսպես ասած սանրում են տարածքը։ Ջրասուզակներ ուսումնասիրում են առափնի հատվածները։ Մարդ կար տեսել էր, որ ասեցին տեսելա, որ գետի մեջով մի երեխա գոռալով ասում է մամա ջան օգնեք, ու տենց միջև իջանք արդեն գետի կողերը նայեցինք, բան արեցինք, չէ, ու սա գիշերը միջև ձորը որպես կամավոր մեր ընկերներով փրկարար ծառայության աշխատողների հետ միասին նայել ենք, ոչ մի արդյունք։ Անչափահաս աղջիկների Փամբակ գետն ընկնելու դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։